Տագնապային խանգարումների պարագայում հաճախ լինում է այնպես, որ մարդիկ նշում են, որ պահի տակ առանց պատճառը իրենց մոտ ուժեղ տագնապ է սկսվում, կամ անհանգստություն, կամ նույնիսկ խուճապ։ Ու կարծես առանց տեսանելի պատճառի, ու սա շատ ժամանակ ոնց որ երկակի խնդիր է դառնում, որտեղ մի կողմից ինքն իրանով արդեն անցանկալի է եւ խնդիր է, որ տագնապ առաջանում, մյուս կողմից ոնց որ պատճառը տեսանելի չի, պատճառը ավելի ճիշտ ասած թրիգերը, ազդակը, որը բերում է այդ վիճակին։ Եվ այստեղ մարդու մոտ ինչի է խորանում տագնապայությունը, որովհետև տագնապին բնորոշ մեխանիզմներից մյուսն էլ, որ անձը գործարկում է, դա վերահսկողության գործիքն է, որ փորձում է հասկանալ, այս ինչից էր, ինչը պատճառ հանդիսացավ եւ դրանով իսկ կարծես ստեղծվում է իլյուզիա, պատրանք, որ վերահսկվում է իրավիճակը։ Ինչևէ, երբ որ չի գտնում պատճառը, դրդապատճառը, թրիգերը այդ պահին տագնապի առաջացման, դա ոնց որ ավելի է խորացնում։ Բայց բանը նրանում է, որ պետք է հասկանալ ոնց է աշխատում տագնապը, հա։ Մեր ուղեղը սեփական կամ ուրիշների բացասական փորձառության հիման վրա դուրս է բերում տարբեր ինչ-որ հատկանիշներ իրավիճակի միջավայրի, որոնք ժամանակին ասոցացվել են վտանգի կամ վտանգավոր իրավիճակի հետ։ Դա կարա պարտադիր չի, որ լինի հենց բուն իրական պատճառ-հետևանքային կապերից դուրս բերված երևույթ, ասենք ես սայթաքեցի, ընկա, ոտքս կոտրեցի, պետք է հաջորդ անգամ ուշադիր լինել ու պատճառը թաց սալահատակներ, մյուս անգամ թաց սալահատակի պարագայում ես ուշադիր կլինեմ։ Կարա այնպես լինի, որ մեր ուղեղը անգիտակցական ավելի ճիշտ, ինքը այսպես random պատահականության սկզբունքով, ես այդպես եմ անվանում, հավանաբար ինչ-որ պատճառներ ինչ-որ կան, թե ոնց է ուղեղը ընտրում, հա։ Կարա ասենք ոչ թե սալահատակի թաց լինելը որպես trigger ազդակ գրանցի իր մոտ որպես վտանգավորության նշան, վտանգի նշան, այլ ասենք ինչ-որ հոտեր, ձայներ, մոտակայքում եղած ծառերի, ասենք ակացիաների հոտը կամ ինչ-որ անպամած եղանակեր, այդ անպամածությունը եւ դրանք դիտարկի նույնպես որպես վտանգի նշան եւ հաջորդ անգամ ես կարող եմ հայտնվել մի հատ իրավիճակում, որտեղ կլինի անպամած երկինք եւ ակացիաների հոտն, ինձ մոտ կարող տագնապ սկսվի, ես չհասկանամ ինչի է ինձ մոտ տագնապ, որտեղ ոչ մի վտանգավոր բան չկա, գիտակցությունս հասկանա, որ չկա վտանգ, որևէ բան ինձ չի սպառնում, բայց իմ անգիտակցականի համար ելնելով այն նախորդ փորձից, երբ որ ես սայթաքեցի, ինքա ոտքս կոտրեցի, անպամած երկինք էր եւ ակացիաների հոտ կար, այդ դրանք ինքը գրանցել էր որպես վտանգի նշան կամ սպասվող վտանգի նախանշաններ։ Դրա համար էլ ինձ մոտ տագնապ